Շնորհակալ եմ նախագծի վերաբերյալ ուզում եմ ասեմ բովանդակության առումով կառավարության առաջարկների զատ ես ինքս էլ բովանդակության առումով համաձայնություն ունեմ, որովհետև հիմնականում այդ փոփոխությունը մենակ քվյախուցը թեքելով հարցի լուծում իրականում չենք կարող տալ եւ կարող ենք ընդհակառակը տանենք նրան, որ բաց քվեարկություն էլ ավելի շատ իրականացվի, այսինքն հիպոթետիկ վերցնենք, եթե օրինակ ընտրողին իշխող կառավարությունը որոշի, որ ընտրողը պետքա ցույց տա իր քվեաթերթիկը եւ կամերաների տակ դա երևա, կամ հետեւից անցնողը նկարի եւ նոր տեխնիկական բաներով զումմանելով տեսնի, որ ում ընտրել կամ ոնց է ընտրել։ Այնպես որ այս առումով ես կարծում եմ, այստեղ մենք ավելի վտանգավոր հարց ենք լուծում թեքելով քվեախցերը, քան գործող կարգավորման դեպքում է։ Տեսեք, գործող կարգավորման դեպքում դուք հին տարբերակի վրա եք փոփոխություն արել։ Նոր տարբերակով հետեւյալ կարգավորում է ասում, որ քվեարկության խցիկը տեղադրվում է միմյանցից առնվազն 1 մետր հեռավորության վրա եւ այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով եւ բացառվի թիկունքում մարդկանց տեղաշարժը, ինչպես նաեւ ընտրողի ազատ կամքի արտահայտման նկատմամբ վերահսկողության ցանկացած հնարավորություն։ Իսկ երբ որ թիկունքում կան մարդիկ, ամեն ձևի վերահսկողությունը հնարավոր չէ ամեն րոպե կարգավորել, իսկ եթե տեսախցիկներից դուրս լինի, ավելի անկառավարելի եւ չկարգավորվող կարող է լինել։ Այս առումով բովանդակության առումով ես լիովին անհամաձայնություն ունեմ։ Խնդրեմ, պարոն Աղուզյան։ Այն որ 1 մետր իրարից հեռավորության վրա այդ ամենը չպարզ է, այն որ թիկունքում չպետք է լինեն հնարավորություն չպետք է լինի, որ քաղաքացիներ հայտնվեն, դա իհարկե ակնհայտ է, բայց ընդհանրապես եթե մի հատ ժապավենով տարանջատվի քվեախցիկները, ասենք մի 5 մետր հեռավորության վրա, ապա դեր անհանգստությունները արդեն ես կարծում եմ փարատված պետք է լինեն։ Այդուհանդերձ բոլոր դեպքերում ձերից բերած հիմնավորումներից երևում է հետևություն կարելի անել, որ այն դեպքում, երբ որ ապահով, այսպես կոչված, քվեախցիկի հետևում ապահով քաղաքացին կանգնած է, ինքը կարող է եւ տեսանկարը հանի, եւ նկարի, եւ նաեւ օնլայն, նույնիսկ օնլայն ռեժիմով շփվի իր այսպես կոչված տասովշիկի հետ։ Բոլոր դեպքերում սա է պատասխանը։ Այս դեպքում կարելի է առաջարկել օրինակ տեխնիկական որևէ միջոցով, այդ թվում հեռախոսով ուղղակի քվեասենյակ մտնելը կամ ասենք անցակետ ունենալ, որպեսզի չկարողանան հեռախոսով ներս մտնել, բայց ես կարծում եմ նման կարգավորումը հստակ ավելի մեծ խնդիրներ է առաջացնում, ուստի ես իմ կողմից կարող եմ ասել, որ ես նախագծին դեմ եմ լինելու։ Եթե դեր ասած հնարավորությունը լիներ, որ այդպիսի սարքավորումներով չմտնեին քվեախցիկ, ես միանգամայն կողմ կրնեի տարբերակին, եթե դա ընդունելի լիներ, ես դա գտնում եմ հարցի լուծում, որովհետև այն կարգավորումները, որ դրված օրենսդրության մեջ որ արգելվում է նման բաները եւ դա քրեորեն պատժելի է, դա շատ ճիշտ է, բայց վերահսկողություն անելու հանգամանքն է, ասել գալիս առաջին պլան, թե ոնց կարելի է դա անել։